Տեսնենք այսօր կարտերը մեզ ինչ կասել։ Այսօր էլ ուզում եմ անել 3 տարբերակով, կընտրեմ կառանձնացնեմ 3 կարտ եւ կտեսնենք որ տարբերակի համար ինչ կընտրեմ։ Առաջինը, երկրորդը եւ երրորդ կարտը։ Կարող եք ընտրել որ կարտն ուզում եք։ Եթե ունեք ինչ-որ հարց, կոնկրետ ինչ-որ բան կա ձեր մտքում, հա, դրա մասին եք ուզում ինֆորմացիա ստանալ, հուսով եմ ձեր ընտրած կարտը ձեզ ինչ-որ բան կասի այդ մասին։ Իսկ եթե ոչինչի մասին չեք մտածում, ոչ մի հարցեր չունեք, պարզապես կարող եք ընտրել կարտ, նայել, թող կարտերն իրենք ասեն, ինչ որ ունեն ասելու։ Շատ լավ։ Եվս ավելացնեմ մի կարտ լրացուցիչ ինֆորմացիայի համար։ Տարբերակ առաջին, երկրորդ եւ երրորդ։ Առաջին տարբերակը տեսնում եմ մատանի եւ տեսնում եմ պենտակլի 7-ը։ Մատանին դե բացի ամենաբացահայտ տարբերակից դա ամուսնություն, նշանդրեք, միություն երկու հոգու մեջ, հա, այսինքն երկուսը ուզում էին ամուսնանալ, հանդիպում էին, սիրում էին իրար, չգիտեմ, եւ ի վերջո իրենց ջանքերը, հա, բոլոր ներդրած ջանքերը, այդպես էլ կարելի ասել, այսինքն դե մարդիկ հանդիպել են, փորձել են իրար հասկանալ, կարող են ընտանիք կազմել, չէ, բոլոր հանդիպողները չէ, որ ի վերջո ամուսնանում են, մարդիկ հանդիպում են, իբն հասկանում են, որ չեն ուզում իրար հետ ամուսնանալ, չեն համապատասխանում իրար։ Սա ավելի երկարատև երևի թե հանդիպումներ են եղել մինչև ամուսնանալը, որովհետև այո, այս ծառը պտուղները, որ տեսնում ենք, այսինքն բավականին լուրջ հարաբերություններ են եղել այստեղ, բավականին լուրջ։ Եվ փորձություններ են եղել, երիտասարդները նախ երկար սպասել են, ինչը կարծում եմ խելացի, ընտանիք կազմելը հեշտ բան չէ, մեծ լուրջ քայլ է կյանքում, եւ բոլոր իրենց ջանքերը ներդնելուց հետո վերջապես քաղում են պտուղներ, այսինքն համբերատար սպասել են, փորձությունների միջով անցել են եւ վերջապես մարդիկ կհասնեն իրենց ցանկացածին, կմիավորվեն, կամուսնանան եւ կլինեն երջանիկ։ Սա շատ պարզ կլասիկ առաջինը, որ մտքովս անցավ։ Բայց կարող է նաեւ լինել երկրորդ տարբերակը, սա կարող է լինել նաեւ գործունեություն։ Երկու տարբերակներ էլ կարող եմ ասել։ Երկրորդը սա կարող է լինել համագործակցություն, ինչ որ մեկը ինչ որ մեկի հետ, սա միայնակ արած աշխատանք չէ, միայնակ ծավալած գործունեություն չի, եթե դուք բիզնես եք սկսել, գործ եք սկսել, մենակ չեք սկսել, ինչ որ մեկի հետ, եւ որպես կանոն սա երկու հոգու մասին է, զույգի մասին է խոսքը։ Բավականին ներդրում եք արել եւ գումար եք ներդրել, եւ աշխատանք, եւ բանակցություններ, եւ չգիտեմ, հաճախորդներ, մարդկանց եք ներգրավել, գործեր եք, այո, շատ մեծ լուրջ գործունեություն եք ծավալել եւ վերջապես սպասում եք, որպեսզի ձեր աշխատանքը արդյունք տա։ Ես փորձեմ 1-2 լրացուցիչ կարտ վերցնել, տեսնենք ինչ կասեն կարտերը։ Երկու տարբերակներ ուզում եմ քննարկել, որտեղ տարբեր մարդկանց համար այս նույն իրավիճակում կարող է տարբեր ինֆորմացիա հաղորդվել։ Տեսնենք ինչ ավելի մանրամասն կարող ենք իմանալ։ Լրացուցիչ կարտեր պետք է հանեմ։
Ինչքան շատ ուզում եմ ինֆորմացիա ճշտել, այնքան ավելի ինֆորմացիաները ավելի խճճում են ամեն ինչ։ Երկու դեպքում էլ ասեցի, երկու դեպքին էլ այստեղ կարելի է երկու դեպքին էլ կարող է վերաբերել։ Սիրտը կոտրված կարող է նաև անձնականի դեպքում լինել, բայց աշխատանքային գործունեության դեպքում էլ կարող է լինել։ Ես ընդհանուր ինֆորմացիան ասեմ, դուք երկու տարբերակի դեպքում էլ անձնական հարցերի, որ ինչ որ երկար ժամանակ շփվել եք, իրար հավանել եք, հետո նաև եղել են փորձություններ, ես ասում եի, չէ, ինչ որ խնդիրներ եղել են, սա շատ երկար ժամանակ բավականին փորձությունների միջով եք անցել։ Ուզում է լինի դա գործընկերություն, ուզում է լինել անձնական հարաբերություններ։ Ասում է եւ կարտերը ապացուցում են դա։ Ամեն դեպքում ինչ որ հիասթափություն եղել է, ինչ որ մի բան եղել է, որ ձեր սիրտը կոտրել է, ամեն ինչը հալած յուղի պես չի եղել, երկար ճանապարհ եք անցել, փորձել եք, նորից են զգացումներ, ամեն դեպքում ձեր զգացումները չեն մարել, եթե սա անձնականի մասին ենք դիտում, բայց որոշ ժամանակ դադար եք արել։ Կարող եմ ասել, որ առաջին եկեք դիտարկենք սիրո պատմությունը, երկրորդը նաև աշխատանքի հետ կապված կարող եմ ասել։ Երկու դեպքում էլ տարբերակ կարող է աշխատել։ Եթե անձնական հարաբերություններում ինչ որ մի պահ իրարից նեղվել եք, ով է նեղացրել չեմ կարող ասել, բայց այս զույգի մեջ խնդիրներ եղել են, բայց զգացմունքները չեն մարել։ Զգացմունքները չեն մարել եւ ոչ թե հեռացել են իրարից, այլ պարզապես մի քիչ այսպես պաուզա են վերցրել, ոնց որ ասում են, դադար են վերցրել իրարից, մի քիչ այսպես կարող եմ ասել, միգուցե իրար հետ չեն շփվել, հեռացել են, բայց հասկացել են, որ սա դեռ վերջը չէ։ Դա միգուցե եւ չեն հասկացել, ուղղակի նեղվել են, հեռացել են, բայց դա ուղղակի եղել է ապակինվելու ժամանակ, այսինչ եղավ, հիմա ինչ պիտի լինի, վերջացավ, չվերջացավ մեր հարաբերությունները։ Այստեղ կարող եմ ասել, որ այո, փորձությունը անցել է, գիտեք, ես կարող եմ ասել, որ ովքեր որ հիմա նայում են, ավելի շատ ոչ թե դուք եք ինչ որ մեկի սիրտը կոտրել, ավելի շուտ ձեր սիրտն են կոտրել։ Բայց դուք վստահ եք եղել, որ դուք ճիշտ եք անում, որ հեռանում եք, ճիշտ եք անում, որ նեղվում եք, եւ շատ ամուր կանգնել եք ձեր ոտքերի վրա։ Եվ դրա համար ստիպված է եղել մեկը ետ գալ եւ նորից զրոյից փորձել ձեր սիրտը գրավել։ Այս մյուս կարտը ժլատության կարտն է։ Այս տարբերակում ինչպես կարող եմ ժլատության կարտը։ Ես կարծում եմ, որ այս դեպքում պետք է ասել, որ ձեր սկզբունքներին դուք, գիտեք, ներելը լավ բան է, ես ինքս մի քիչ խնդիր ունեմ ներելու հետ, բայց պիտի ասեմ, որ այո, ներելը մարդկանց սխալները ընդունելը բավականին մեծ քաջություն եւ ուժ է պահանջում, նաեւ զգացմունքներ։ Բայց ասում են նաեւ ժլատ եղեք եւ ձեր զգացմունքների մեջ, ես այստեղ այդպես եմ տեսնում։ Այսինքն, լավ, մի անգամ ներեցիք, միգուցե, բայց նորից պետք է երևի թե զգոն լինել։ Մյուս կողմից, եթե դուք մարդը սխալվել է, ինչ որ մի սխալ բան է արել ձեր հանդեպ, նեղացել եք, հեռացել եք, նորից եկել է, փորձել է ձեր սիրտը գրավել, նորից ուզում եք զրոյից սկսել, այդ դեպքում գնահատեք ձեր ունեցածը, ժլատություն, այսինքն պահպանեք այն ինչ որ ունեք։ Այդպես էլ կարող է նշանակել։ Այստեղ վերջին քարտը, որ տեսնում եմ այստեղ, վերջին քարտը, որ տեսնում եմ, ասում է, որ բավականին փորձությունների մեջ եւ անցել եք, բավականին ձեզ վրա թանկ է նստել, բայց դուք դաս եք առել դրանից, չեք կոտրվել, տեսեք, դեռ կանգնած է մարդը, ոտքի մի ծնկի վրա է, որտեվ այո, բավականին նեղացրել են ձեզ, բավականին խնդիրներ եղել են, բայց ես տեսնում եմ, քանի որ վերջանում է մատանիով, ուրեմն պահպանվել է, դուք անցել եք այդ փորձությունները եւ ժամանակը գա եւ դուք պտուղները կքաղեք, եւ քանի որ այստեղ բավականին լավ կարտ է ընկեր ստվերում, ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ լավ կլինի։ Այդպես փորձություններով է, որ մարդիկ ճանաչում են եւ ավելի լավ այդ փորձությունների միջով անցնեք, միջև ամուսնանալը, իրար տանիք կազմելը, քան թե դրանից հետո շատ քիչ լինում, դժվար է լինում ավելի ուղղել, բայց մինչև այդ իրար ճանաչելը, ես կարծում եմ շատ ավելի լավ է եւ ավելի ամրապնդում է զույգերին եւ իրենց հարաբերությունները։ Իսկ այժմ եթե խոսքը վերաբերել աշխատանքային հարաբերություններին, այո, սա էլ այս իրար վստահելու հարցը եւ դուք մեկի հետ գործ եք սկսում, այո, այդպես վստահության խնդիր կա, վերջապես եւ դուք գումար եւ աշխատանք ժամանակ եք ներդնում եւ այդ բոլորը ձեզ պիտի մի օր արդյունք տա, չէ՞, իսկ ինչ որ մեկի հետ գործ այնքան էլ հեշտ չէ։ Ըստ պահին դուք անվստահություն ունեցել եք եւ ինչ որ մեկը, միգուցե սա այս դեպքը չէ կոնկրետ ձեզ նախկինում ինչ որ մարդիկ
Դավաճանել թիկունքից խփել են, այո, հիասթափեցրել են ձեզ, դուք այնքան էլ հեշտ վստահող չեք, բայց փորձել եք ձեր հույսն ու հավատը չկորցնել եւ փորձել եք նորից եւս մեկ անգամ փորձել, բավականին սպասել եք, այս մի հարվածից հետո ժամանակ է անցել, միանգամից չեք նետվել նոր գործի մեջ նոր զուգընկերոջ հետ, այսպես ասեմ, գործընկերոջ հետ ներողություն, նոր գործընկերոջ վստահելը նորից դժվար է։ Դուք որոշ ժամանակ առաջ դադար եք վերցրել, բայց նորից եմ ասում, դուք շատ վստահ եք ձեր ուժերի վրա, այո, դուք վստահ եք եւ գիտեք ինչ եք անում, գիտեք ուր եք գնում, նորից ձեր մեջ ուժ եք գտել, նորից զրոյից սկսելու եւ այս անգամ դուք շատ զգուշ եք ձեր գումարի հետ։ Այստեղ ժողովրդությունը ցույց է տալիս, որ բավականին զգուշ եք ձեր գումարի հետ, այլ արդեն չափից ավել շատ չեք ներդնում մեծ ավելի քիչ էմոցիոնալ եք, այսպես ասեմ, ավելի լուրջ եք վերաբերվում ձեր եւ ձեր զուգընկերոջը, որովհետեւ հասկանում եք, որ ձեզ կարող են նաեւ դավաճանել, չէ՞, գցել, խաբել, այդպես էլ է լինում։ Դուք այս անգամ շատ ավելի զգուշ եք, շատ ավելի զգուշ եք։ Եվ այս կարտն էլ այս դեպքում նշանակում էր նորից էլի նույնը։ Դուք բավականին փորձություններ եք անցել եւ սա բավականին թանկ է նստել ձեր վրա, բայց դուք հավատում եք ամեն ինչի, ձեր ուժերին, վստահ եք ձեր վրա, նորից եք փորձում ոտքի կանգնել եւ կկանգնեք, որովհետեւ նորից եմ ասում, միությունը կլինի, դուք այդ գործը նորից կանեք եւ անպայման ինչ որ ժամանակ անց ոչ միանգամից, ինչ որ ժամանակ անց դուք կքաղեք ձեր աշխատանքի պտուղները։ Եվ կարծում որ այս անգամվա ձեր գործունեությունը իրականում շատ հաջող կլինի։ Անցնենք երկրորդին։ Օй, երկրորդը լուսին, կրկնակի լուսին։ Ինչ հետաքրքիր է։ Ես այստեղ տեսնում եմ կասկածամիտ, տխուր, շփոթված, ինչ որ մեկին, ընդ որում դուք էլ եք շփոթված եւ եղել եք շփոթված եւ հիմա էլ եք շարունակում եք մնալ, սա բավականին տևական, ասինքն վիճակ է, դուք ինչ որ ժամանակ այս վիճակում եք դուրս չեք գալիս, մյուս կողմից քանի որ կրկնակի երկու կարտն է դուրս է եկել, սա նշանակում է, որ սա իսկապես այդպիսի բարդ իրավիճակ է, այնպես չէ որ դուք ձեզ երևակայում եք, չէ վիճակն իսկապես բարդ է, կամ կողքից են մարդիկ ձեզ համար բարդացնում։ Ուզում են իբրե օգնած լինել, խոսակցություններ, սրտի ութն է, խոսակցություններ, սիրելի հարազատ մտերի մարդկանց փորձում են միգուցե ձեզ հանել ձեր վիճակից, բայց իրականում չեմ կարծում օգնում են։ Իրականում ոչինչով չեն օգնում։ Նու մարդիկ լավն են կամենում, հարցը դրանում չի, բայց ոնց որ հասկանում եմ, պարզապես խոսակցությունները ոչինչով չեն օգնում։ Տեսնենք ինչ է կատարվում։ Այո, այստեղ կարտը դուրս եկավ, ինքը իրեն շրջվեց։ Սա հիասթափությունների կարտն է, ինչ որ մի բան եք փորձել, ձեզ էլի կամ դավաճանել են, կամ ձեր մասին բամբասել են, ինչ որ մեկը ձեզ թիկունքից խփել է, պես կարող եմ ասել, շատ հիասթափված, շատ դառնացած, միևնույն ժամանակ արդեն մի անգամ էլ եկել այս կարտն ասել եմ, սա կյանքից դաս առնելու մասին է, բայց այս պահին ես տեսնում եմ դուք դասեր դեռ չեք առնում, կրկնակի լուսինը ավելի շատ ասում է, որ դուք այո շատ նեղված վիճակում եք, շատ լուրջ հարված եք կերել։ Կամ մեկից, կամ 3 հոգուց։ Տեսնենք, ինչի կարող եմ կարտերը լրացուցիչ հայտնել այս տխուր իրավիճակի մասին, ինչ է կատարվում, ինչ կլինի։ Հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է, ես այստեղ 3 թագավոր եմ տեսնում։ 3 թագավոր։ Ինչ կարող է սա նշանակել։ Բոլոր թագավորները չեն կարող վատ լինել, բայց այստեղ էլ եմ ասում։ 3 բաժակ է ընկած, 5-ից 3 բաժակ ընկած է, սա բաժակների 5-ն է։ 2-ը կանգնած են, 3-ը ընկած են ու 3 թագավոր, սա ինչ կարող է նշանակել, միանգամից 3 հոգի ձեր հետ խնդիր են ունեցել, 3 հոգով ձեր դեմ դուրս են եկել եւ չեք կարողացել այսպես հեշտությամբ դուրս գալ, չեմ կարող ասել, բայց տեսեք, եւս մեկ կարտ։
Եվս մի շատ ծանր կարդ։ Սա ինչ-որ մեկը շատ բարդ իրավիճակում է, այսպես ասած, ողբերգություն չեմ տեսնում, նախորդ ասեմ, անկեղծորեն ասեմ, բացարձակ ողբերգություն չեմ տեսնում, բայց շատ հոգեբանական ծանր իրավիճակում եք։ Շատ բարդ իրավիճակ է, դրա համար մարդը կրկնակի, էլի, այսինքն 5, այս ինչ է, 5-ը դե միշտ փորձություններն են։ Սա արդեն ասեցի հիասթափությունները, այո, դուք կռիվ տվել եք ճիշտն ասած, այնպես չի, որ դուք այսպես հեշտությամբ կարողացել են ձեզ կոտրել, չէ, այստեղ կոտրելու հարցը չի, դուք իսկապես կռիվ եք տվել, ծանրել նստել է ձեր վրա, շատ ծանր է նստել, դուք փորձել եք ձեզ պաշտպանել, բայց որովհետեւ մելամաղձոտ իրավիճակում եք, այսինքն ոչ մի հարց չի լուծվել, ես առայժմ ոչ մի լուծված հարց չեմ տեսնում, բացելի եմ ասում, որովհետեւ 3 տարբեր թագավոր եմ տեսնում, այսինքն 3 հոգի էլ ձեզնից կամ տարիքով են մեծ, կամ դիրքով են ավելի բարձր, սրանք բոլորը տարբեր էներգիաներ ունեն, մեկը թրով ավելի ագրեսիվ է, մյուսը ուղղակի բամբասում խոսում է, լուրերն է տարածում, իսկ մյուսը ուղղակի հաճույք է ստանում դրանից։ Նախանձ ավելի չար մեկն է եւ մեկ ուրիշին եթե կարող են բամբասել ու հարվածել, ինչու՞ չէ։ Ես այդպես եմ տեսնում ճիշտն ասած։ Միգուցե դուք չգիտեք էլ 3 հոգու մասին, միգուցե եւ գիտեք, բայց իրականում 3 հոգի են այստեղ։ 3-ն էլ ձեզնից ավելի այսպես ասեմ, ավելի դե 3 մեկի դեմ արդեն ուժեղ է, այսպես ասեմ, չասեմ իրենք ավելի ուժեղ են, բայց 3-ը միասին 3-ով արդեն ձեզ կարողացել են իսկապես կարողացել են լավ ցավ պատճառել։ Այստեղ տեսնում եմ սիրահարները ընտրության ինչ որ ընտրության առաջ եք եղել, այսինքն դուք երևի այս մարդկանց շատ լավ եք, շատ այսպես սրտանց վերաբերվել եք եւ որպես կանոն մեզ ավելի շատ ցավ պատճառում են նրանք, ում մենք վստահում ենք։ Շատ ծանր, տեսեք, 10 թուր է, սա ամենավերջին կարտն է թրերի, այսինքն վերջին նկատի ունեմ թրերի, տեսեք, կա թրերի 2-ից մինչև 10-ը, այսինքն այն ամենացավոտ, ամենաուժեղ հարվածը, որ կարող էին հասցրել, ձեզ հասցրել են, միևնույն ժամանակ 10-ը նշանակում է, որ ինչ արել արդեն արել են, դրանից ավել իրենք եզեր չեն կարող ձեզ վնասել, դրանից ավել չեն կարող ձեզ ցավեցնել, վերջացել է արդեն այս պատմությունը, սա արդեն վերջացել է, ինչ եղել է, շարունակություն չի լինելու։ Այսպես դժվարանում եմ ասել, թե դուք ինչ ընտրության առաջ եք կանգնած եղել։ Միգուցե ինչ-որ հարցում պետք է օգնեիք, իրենց չեք օգնել։ Ես չեմ էլ կարծում, թե պիտի որ օգնեիք, չպիտի օգնեիք։ Դուք ճիշտ եք եղել ինչ-որ արել եք, որովհետև 3 հոգի մի հոգու դեմ դա արդեն շատ սխալ է, ուրեմն իրենք սխալ են եղել։ Այդպես կարող եմ ասել։ Թե մարդը ճիշտ է, մարդը մենակ կարող է մեկի հետ խնդիր ունենալ, 3 հոգով մեկի դեմ 3 կողմից տարբեր հարվածներ, ես այդպես եմ տեսնում, անկեղծ եմ ասում։ Վերջանում է բայց այս խնդիրը, վերջանում է, էլ չի շարունակվելու այս, ինչ որ եղել է, արդեն դու սա հետևանքն է, դուք արդեն դրա հետևանքների, այսպես ասեմ, հետևանքներն է, որ ապրում եք, այս ձեր լուսնի վիճակը։ Այստեղ տեսնում եմ 7 բաժակների։ Սա նշանակում է, որ դուք բազմաթիվ էմոցիոնալ խնդիրների միջով եք անցնում եւ, չգիտեմ, հասկանում եք, որ դուք ամեն դեպքում պայքարեցիք, դուք գիտեիք, որ դուք ճիշտ եք, այստեղ թևեր եմ տեսնում։ Մյուսը տեսնում եմ օղակներ, որ իսկ այսինքն կասկածներ էլ կան, տեսնում եք, հասկանում եք, որ ձեր դեմ մարդիկ դուրս են եկել եւ տարբեր խոսակցություններ, մի խոսքով սրանք շատ տարբեր կողմերից են ձեզ հարվածել, տարբեր խնդիրներ են եղել, բայց այս բոլոր շրջան, այս բոլոր հարվածները, այս բոլոր, այսինքն խնդիրները, որ դուք հիմա դեմքով նայում եք դեպի խնդիրները, այսինքն այս վիճակը ձեզ, որ այս մարդկանց պատճառով ընկել եք, իրականում բազմաթիվ խնդիրներ են առաջացել, ես չգիտեմ, եթե անձնական հարցեր ընկերներ էին կամ ինչ-որ մեկը նրանցից գոնե, ուրեմն ընկեր եք կորցրել։ Դա մի խնդիր է, դա պրոբլեմներից մեկն է։ Նաև եթե աշխատանք եք կորցրել, դա առումով գումար եք կորցրել, եթե սեր եք կորցրել, նաև սերն եք կորցրել, վստահություն եք մարդկանց նկատմամբ կորցրել, վստահությունը միգուցե ինքներդ ձեր նկատմամբ, որ դուք վստահում եք, հիմա դուք չեք կարող մարդկանց վստահել, շատ տարբեր տեսակ խնդիրների հետ եք առնչվում այսօրվա դրությամբ, բայց վերջում տեսնում եմ ծաղիկ։ Այս բոլորն անցնելու է, ամեն ինչ անցողիկ է։ Եվ հետո տեսնում եմ 8-ը, Պենտակլի 8-ը։ Կսկսի շարժվել, ձեր հաջողություններն էլ կսկսեն շարժվել, ես չեմ կարող ասել երբ կլինի, ես առաջիկա 2-3 շաբաթվա մասին են կարտրել ցույց տալիս, կսկսի անիվը շարժվել, երբ որ անիվը պտտվի, ամեն ինչ կամաց իր տեղը կընկնի, 8-ը գիտեք նաև
հավերժության նշան է, գիտեք, պարկած 8-ը։ Այսինքն կամած կսկսի շարժվել ու կշարժվի, անիվը նորից կսկսի շարժվել, ձեր կյանքում հետաքրքրություններ կառաջանան, վերջում այստեղ որ տեսնում եմ կարտը, սա նոր մի գաղափար, նոր ձև կգտնեք, նոր ճանապարհ կգտնեք, նորովի կսկսեք նորից ձեր կյանքը։ Այս պահին ես հասկանում եմ, որ ինչ-որ շատ տխուր վիճակ է, ինչ-որ մեկը իսկապես չի տեսնում, ես չեմ կդրամել, ասում եմ, ձեզ խորհուրդներ են փորձում տալ, կողքից զրուցել, ձեզ սիրելի հարազատ մարդիկ, ուզում են ձեզ հանել այդ վիճակից, միգուցե մխիթարել եւ հույս տալ։ Այս տեսնում եմ, որ դուք չէ, առայժմ դուք դեռ այս խնդրի մեջ այնքան եք ներգրաված, որ սա շատ թարմ է երևի թե վերջերս է եղել եւ առայժմ դուք չեք կարողանում վիճակից դուրս գալ, անպայման դուրս կգաք։ Կգտնեք մի նոր ուղի, գտնեք մի նոր հոբի, մի նոր հետաքրքրություն, գնացեք ինչ-որ ճանապարհ հեռացեք բոլորից, ես դա կարող եմ ասել, դա կարտերով չեմ տեսնում, սա իմ անձնական կյանքի փորձից է։ Եվ նորից եմ ասում, քանի որ կարտերի տակ, սա երբ հաջորդ կարտն եմ, ձեր դեպքում ուզում եմ երկուսն էլ ցույց տալ։ Ստվերում ես երկու կարտն եմ տեսնում։ Տեսնում եմ հաջողության կարտը եւ սիրտը, եւ ձեր սիրտն էլ կվերականգնի, ձեր զգացմունքներն էլ կվերականգնվեն, եւ ձեզ հաջողություն էլ է սպասում, ձեզ համար նոր ճանապարհ կբացվի եւ կգնաք, այս հուսահատությունը ժամանակավոր է, ամեն ինչ կանցնի, ուղղակի այս պահի դրությամբ չեմ կարող ասել, պարզապես էլի եմ ասում, պետք է հեռանալ այս ամեն ինչից, հեռանալ եւ փորձել մոռանալ, նոր վայր, միջավայր փոխվել, նոր աշխատանքի վայր, չգիտեմ, ճամփորդության գնալ, շփվել նոր մարդկանց հետ, մեկ երբ որ ասում են, չէ, մարդը համբերության բաժակն է լցվում կամ զգացմունքները այդ բաժակի նման, չէ, լցվում, թափվում է։ Նոր կյանք սկսելու համար չես կարող նորից ջուր լցնել, չէ, պետք է բաժակը դատարկել։ Այ որ ասում են, նորից պիտի բաժակդ լցնես զգացմունքների կյանքիդ, այդ դրա համար են ասում, պետք է դատարկել բաժակը, այս ամբողջից պետք է լրիվ ազատվել, նորից սկսել։ Ես հեշտ ասում եմ, դա հեշտ չէ, բայց հավատացեք, ես դրա միջով անցել եմ եւ ոչ մեկ անգամ։ Երրորդ կարտը, տեսնում եմ այստեղ արջ եւ տեսնում եմ 8 բաժակների։ Սա աշխատանքի հետ է կապված։ Երկու կարտով կդժվարանամ ասել, բայց առաջին տպավորությունը, որ ստանում եմ, ինչ որ մեկը լավ աշխատանքի է եղել, շատ էսպես հանգիստ, ինքնավստահ, բայց ինչ որ մի բան փոխվել է, որովհետև ոտքի եք կանգնել, ճանապարհ եք գնում, թողնում եք ամեն ինչ եւ հեռանում եք։ Եվ տեսեք, այստեղ էլ 8-ից ես տեսնում եմ 3 բաժակն են ընկած, 5-ը կանգնած են։ Ընդհանրապես բաժակները հիմնականում, հա, այս կարտն է, նշանակում է դուք բավականին փորձ եք ձեռք բերել այս աշխատանքում, որտեղ դուք շատ այսպես հարմարավետ եք, արժե շատ հարմարավետ իր համար պարկած է։ Այսինքն ոչինչ չի վտանգել ձեր աշխատանքը, ինձ թվում է դուք ուղղակի ձանձրացել եք ձեր աշխատանքից, գիտեք, ձանձրացել եք, հասկացել եք, որ ես այստեղ աշխատեցի, գումարել վաստակեցի, բայց ես ավելին կարող եմ, ուզում եմ տեսնել աշխարհում էլ ինչ կա։ Միգուցե մի ուրիշ աշխատանք, մի ուրիշ մասնագիտություն, նոր փորձ եմ ուզում ձեռք բերել, ուզում եմ հասկանալ էլ ինչ կա այս աշխարհում։ Տեսեք, մարդը առաջ է նայում։ Հիասթափված չի ինքը, ճիշտն ասած, ինձ թվում է ավելի ձանձրացել է։ Միայնությունից, նույն աշխատանքից ձանձրացել է եւ ուզում է առաջ գնալ, տեսնել էլ ինչ կա, էլ ինչ կարելի է գտնել։ Փորձը 5 բաժակներ է կանգնած, դա իր կյանքի փորձն է, իր ձեռքբերումներն են։ Եվ ես այստեղ առայժմ չեմ տեսնում, տեսնենք կարտերը հետո ինչ կասեն, կարտերը կարող են մի քիչ փոխեն պատմությունը, հույսով եմ չեն փոխի։ Երկրորդը առանց դել մի քիչ տխուր էր, գոնե երրորդը լավ լիներ։ Այո, շատ կարտեր չեմ ուզում հանել, որովհետև պատմությունը բավականին պարզ եմ տեսնում, ես իրականում ճիշտ էլ գուշակեցի։ Աշխատել եք, միգուցե նաև աշխատում եք, որոշումն եք սա կայացրել եւ կարծում ճիշտ որոշում եք կայացրել։ Եթե դուք ձանձրանում եք ձեր աշխատանքի վայրում, եթե զգում եք, որ սա ձեզ չի տալիս, չգիտեմ, այն ամեն ինչ որ դուք ակնկալում եք, ձանձրանում եք, լճանում եք, եթե մարդը նույն բանը անում է
ամեն օր եւ արդեն շատ լավ ես անում, արդեն մասնագիտացել ես, աշխատավարձ տա դե ոչինչ վատ չի։ Մարդը լճանում է, պետք է առաջ գնալ, մանավանդ եթե երիտասարդ եք միջին տարիքում եք դեռ, պետք է առաջ գնալ։ Կարտերը հուշում են գնացեք, իսկ եթե դուք ինքներդ որոշել եք, ճիշտ ուղու վրա եք։ Այստեղ տեսնում եմ Պենտակլի 6-ը, ինչը նշանակում է, այո, դուք լավ էլ աշխատել եք, կարողանում եք աշխատել եւ կարողացել եք վաստակել, բայց վաստակել եք այնքան, ինչքան որ ձեզ պետք է եղել, բավարարել է, բայց ոչ ավելին։ Դրա համար էլ երևի ձանձրացել եք։ Մտածում եք, որ լավ, այս աշխատում եմ, փող գալիս է, բայց քիչ է։ Ես ավելին կարող եմ անել, ես ուզում ավելի շատ սովորել, ավելի առաջ գնալ, ավելի շատ գումար վաստակել, որպեսզի չբավականացնի իմ ծախսերը, այլ ես կարողանամ ավելին հասնել։ Ես կարող եմ ասել վստահաբար, որ կհասնեք, ճիշտ ուղու վրա եք, անպայման գնացեք։ Սա պաժն է։ Պաժն է սուրը ձեռքին, ինքը չնայած երիտասարդ է, բայց ինքը նոր ուղի է ընտրել, այո, արդեն ասեցի, նոր որոշում է կայացրել, նոր նպատակ ունի եւ ինքը շատ այսպես զինվորի պես շատ մարտական տրամադրված ուզում է գնալ իր ճանապարհով եւ նոր բարձունքներ հաղթահարել եւ անպայման կհաղթահարի, որովհետեւ հաջորդ կարտը տեսնում եմ թրերի թակավորի, այսինքն պաժից, որ նոր եք ճանապարհ գնում, նոր որոշել եք, որ պիտի գնամ առաջ, պիտի հասնեմ նոր հաջողությունների եւ այլն, անպայման կհասնեք, այսինքն երեխայից, որը նոր է սկսել, թակավորին հասնել, ես էլ կարճ չեմ ուզում բացել, որտեվ դրանով ամեն ինչ ասված է, անպայման կհասնեք, գնացեք ձեր ճանապարհին, մի մնացեք, մի լճացեք նույն տեղում, դուք անպայման կհասնեք։ Թակավորը սա իր սրով, իր թրով, իր ուղեղով, իր տրամաբանությամբ, իր աշխատանքով հասնում է ամեն ինչի, իսկ թակավորը ինչ կյանքով է ապրում, ես չասեմ, դուք բոլորդ գիտեք։ Թակավորից այն կողմ էլ ինչ կարող է լինել։ Ես ձեզ ամենայն հաջողություն եմ մաղթում եւ քանի որ ելի եմ ասում, ես տակ կարտերի վերջում ստվերում տեսնում եմ ամենամեծ հաջողության կարտը եւ սիրտը, դուք կլինեք եւ սիրո մեջ եւ հարաբերություններում եւ աշխատանքի ձեր այս նպատակին, որ գնում եք, հա, այդ նպատակի ճանապարհին, ամեն ինչ կլինի այնպես, ինչ որ դուք ուզում եք, հա, ինչպես որ ուզում եք, պատկերացնում եք, միգուցե շատ ավելին։ Դուք ուզում եք հաջողություն գտնել, դուք արդյունքում սա էլ կգտնեք։ Շատ լավն էր երրորդը։ Առաջինը ոչինչ, երկրորդը տխուր էր, երրորդը շատ լավն էր։ Ես բոլորին ցանկանում եմ հաջողություն։